Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Նկատել եք վերջին օրերին թունավորման եւ համաճարակային ինֆեկցիայի դեպքերը համառորեն չեն լքում հանրապետության նախակրթական եւ հանրակրթական հաստատությունների շրջանակը։ Թվում է ամեն դեպքից հետո ձեռնարկվող միջոցառումները պետք է տանեն այդ դեպքերի բացառման, բայց ընդհանրապես դատևում է մինչև հաջորդ դեպքը։ Հիմա ինչու է այդպես եւ ինչ պետք է անել, որպեսզի վաղը նորից չխոսենք այս մասին։ Իմ զրուցակիցը հանրապետության գլխավոր վարակաբան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն է, բարև ձեզ պարոն Ասոյան, այս տարի ես չեմ հիշում, մենք որ երրորդ անգամն ենք հանդիպում, շատ հանդիպեցինք այս տարի, լավորից չէ։ Ինչու է այդպես։ Ասեմ ձեզ անկեղծ, իրոք այս տարի մենք կարծես անցանք նախորդ բոլոր տարիները այդ քանակով նման թունավորումների։ Ես կուզենայի այս բոլոր թունավորումները, գիտեք, բաժանել երկու մեծ խմբի, մի խումբ, որտեղ կա մարդկային գործող, կա ասենք անձի մեղավորություն, եւ մյուս խումբը, որտեղ իրոք բազմաթիվ են այդ օբյեկտիվ պատճառները կապված եղանակային այդ բարձր ջերմաստիճանի հետ, ջրատար խողովակների մաշվածության հետ, որոնք իրոք կարծում եմ այստեղ սուբյեկտիվ նորից մեկի մեղքը դժվար է հաստատել։ Տեսեք, դեպքը լինում է առողջապահության նախարարությունը գնում է ահազանգի հետևից, միջոցառումներ են ձեռնարկում, բայց բանն ավարտվում է տեղային լուծմամբ։ Համաձայն եք այս ձևակերպմամբ։ Իհարկե, ասեմ ձեզ, դուք ինքներդ ասեք, լինում է ահազանգ, մենք գնում աշխատում ենք, այսինքն ճիշտ են ասում, որ մենք կարծես վեր ենք ացել հրշեջ մի ծառայության, ինչ որ մի դեպք լինում է, մենք գնում ենք, հասնում ենք այնտեղ, բայց ներողություն այդ խողովակների վեճակը, ջրատար խողովակների նրանց ստուգումը դա առողջապահության նախարարության գործառույթը չի, կամ այդ սնունդը որտեղ է պատրաստվում, ինչպես է նա բաժանվում դպրոցներին հասցում, դա նույնպես մեր ոլորտը չի։ Մենք ուղղակի գնում ենք արդեն երբ որ եղել է։ Ճակատ մեկնում եք դուք, բայց բանի պատերազմի պատասխանատուն ես պատկերավորում եմ, այլ մարդիկ են։ Լավ կլիներ նրանք էլ այստեղ երբեմն բացատրություններ տային։ Կարծում եմ հրավիրեք, փորձեք։ Մենք ունենք սննդի անվտանգության ծառայություն պատկառելի բյուջեով եւ ես չեմ ասում բամբասենք նրանց, խոսենք նրանց մասին, նրանց իրականացած գործառույթների մասին, բայց դեպքերի հաջորդականությունը բերում է այն տրամաբանության, որ պետք է աշխատի այն ծառայությունը, որը իրական պատասխանատուն է այստեղ։ Դուք ձեր եզրահանգումներում, ձեր այդ առողջապահական բոլոր եզրակացություններում չեք նշում այդ անհրաժեշտության մասին, չեք նշում այն պայմանների մասին, որով պետք է զբաղվի այդ ծառայությունը։ Ես վստահ եմ, որ առողջապահության նախարարությունը եւ անձամբ նախարարը բոլոր համապատասխանատվություններում դրա մասին նշում է։ Գիտեք, բայց ել եմ ասում, կան ծառայություններ, այդ թվում ձեր նշած սննդի անվտանգության ծառայությունը, որը պետք է զբաղվի իրոք կանխարգելման, նման դեպքեր չպետք է լինեն, դա կանխարգելումը, դա հենց նրանց գործառույթն է, այդ սննդի ստուգել, որտեղ է պատրաստվում, ինչպես է նա առաքվում, հատկապես այս շոկ պայմաններում։ Ես կուզենայի այստեղ նշել նաև ոչ միայն դպրոցները, մանկապարտեզները, բայց ամենախոցելի օղակը դրանք են։ Ամենախոցելին իհարկե նրանք են, բայց բազմաթիվ մենք դեպքեր ենք ունենում, երբ որ տարբեր ռեստորաններում այդ մասսայական խճույքների ժամանակ լինում են նույնպես թունավորման։ Դա թողնենք նրանց խղճին, պարոն Ասոյան, բայց նախակրթարանների եւ դպրոցների պատասխանատուները հայտնի են եւ նրանցով զբաղվողներ կան ամենօրյա իրենց աշխատանքում։ Գիտեք, որքան ես գիտեմ, դեռ ցավոք սրտի գործող օրենք կա, որը խոչընդոտում այդ հաճախակի ստուգումները անցկացնելուն։ Նրանք չեն կարողանում անթաց ստուգումներ անցկացնել, ես կարծում եմ, եթե այդ օրենքը դեռ չի վերացվել, անհապաղ պետք է վերացվի։ Դուք կարծում եք ստուգումներն է հարցի լուծումը այստեղ։ Գիտեք, ցանկացած քաղաքացի, ցանկացած երկրի քաղաքացի դա լինի Եվրոպայում, Ամերիկայում, չգիտեմ, Հայաստանում, երբ որ նա մնում է, գիտեք, չստուգվող որպես սուբյեկտ, չի բացառում, որ նա սկսի թերանալ իր աշխատանքներում։ Ես շատ երկրներում եմ եղել եւ կարող եմ ձեզ վկայել, որ եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում այդ սանիտարական ոստիկանություններից, ոնց որ մենոնք են, շատ ավելի շատ են վախենում, քան թե դատախազությունից եւ այլ մարմիններից, որտեղ նրանց ստուգումները միշտ վերջանում են բավական լուրջ հետևություններով։ Ну, երևի մենք պետք է ի տարբերություն մեր ստուգումների եւ մենք ինչ-որ ճանապարհ պետք է անցնենք, այո, որ հասնենք դրան այդ վիճակին։ Հիմա կան կոնկրետ դեպքերի, վերջինը Արարատի մարզում եւ Շիրակում, դրանք ինչն է ընդհանրական այս թունավորումների միջեւ։ Ընդհանրական կարծես ոչինչ չկա, որտեղ շատ տարբեր վարակներ մենք այստեղ ունենք,
Արարատում որ եղավ այդ Բաղրամյան գյուղի դպրոցում, որ 46 երեխային թունավորվե, այստեղ լրիվ պատճառը այլ էր, այստեղ ինչ որ 46 երեխա եւ ոչ մեկի վեճը չի։ Դե հենց նոր ա եղել, դեռ մի շաբաթը չի լրացել, չեմ կարծում որ վեճը չի, որտեվ երբ որ ես այնտեղ աշխատում էի, բոլոր մեր համապատասխան ծառայությունները, այդ թվում նաև ոստիկանությունը, այդ թվում նաև արտակարգ իրավիճակները, առողջապահության նախարարությունը, սա բոլորը այնտեղ զբաղվում են, ես անկեղծ ասած մի նպատակ Արարատում սննդային թունավորում։ միանշանակ, այստեղ կասկած չկա։ Դուք գնացել եք այնտեղ, որտեղ թունավորումը արդեն գրանցվել է։ Բայց պետք է գնալ այնտեղ, որտեղից սնունդն է եկել, չեք կարծում։ Կարծում այլ ծառայություններ այնտեղ պետք է գնային, այնտեղ պետք է մեկնեին։ Կարծում եմ գնացել են, ինձ թվում է գնացած պետք է լինեն համանայնպես որքան ես գիտեմ այդ արտադրության աշխատանքը արդեն կասեցված է, բայց համենայնպես մենք գոնե կարողացանք հասնել նրան, որ ոչ մի երեխայի վիճակը չվատացավ, չծանրացավ եւ այսօր այդ երեխաներից որևէ մեկը հիվանդանոցում չի, արդեն բոլորը իրենց տներում են։ Պարոն Ասյան, ժամանակը չէ, մենք զուգահեռաբար կխոսենք նաեւ առողջապահական խնդիրներից, կոնկրետ ինչպիսի վիճակ է այսօր հիվանդանոցներում։ Ձեր հիվանդանոցում քանի հիվանդ կա պարկած։ Առավոտյան մեր հիվանդանոցում պարկացել 189 հիվանդ։ Ինչն էր բերել նրանց։ Շատ տարբեր են, շատ տարբեր վարակներ ունենք, այդ թվում նաև ամառային այս շոկին։ Միշտ է այդպես, թե սեզոնային է։ Չէ, հիմա կարծես մի քիչ նվազեց, ընդամենը մի 2-3 շաբաթ առաջ շատ ավելի բարձր էր թիվը, նույնպես ես կրկնում եմ կապված այս շոկ ջերմաստիճանի հետ։ Այստեղ գիտեք երկու գործոն կա, երկուսն էլ արտահայտվեն, մեկը որ ցանկացած սննդատեսակ շատ ավելի շուտ է փչանում, որակազրկվում, մյուսը որ այդ շոկ պայմաններում ցանկացած մարդու օրգանիզմը, կոնկրետ աղիները շատ ավելի դժվարությամբ են մարսողությունը կատարում եւ ավելի հեշտ նրանք վատանում են։ Դե աշխարհի շատ երկրներում լուծումները գտել են, մենք դեռ չենք գտել։ Չեք կարծում, որ հարցը պետք է մի քիչ գլոբալ դնել, այսինքն այն մրցույթները, որոնք իրականացում են, թե ով իրավունք ունի դպրոցներին, մանկապարտեզներին սնունդ մատակարարելու, անել իսկապես թափանցիկ եւ շատ խիստ պայմաններով, թե ինչպես պետք է սնունդ մատակարարել փոքրիկներին։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, եթե չեմ սխալվում, գիտեք, դեռ ուժի մեջ է, ուժը չի կորցրել, նույնպես առողջապահության նախարարի մի հրամանը, որով արգելվում է մանկապարտեզներին, գոնե ես գիտեմ, նրբ բերշիկ մատակարարել, անկեղծ ասած ես ինքս այս հրամանի հետ այդքան էլ համաձայն չեմ, որտեղ սա կարծես թե թուլացնում է զգոնությունը, ինչ է նշանակում փոքր երեխաները չհիվանդանան, մյուսները հիվանդան, հակառակը ես Չէ, բայց կարելի է նրբ բերշիկ տալ, իմանալ ինչ ծագման նրբ բերշիկ է, ով է ասել որ նրբ բերշիկ։ Իհարկե ես համաձայն եմ, հակառակը պետք է թույլ տալ, որ այդ արտադրողն էլ ավելի աչալուրջ լինի, ավելի զգույշ լինի, որ իմանա այդ նրբ բերշիկը իրոք անվտանգ է նոր մատակարարի եւ մանկապարտեզին եւ դպրոցին եւ մենք ձեզ հետ սնվենք այդ նույնով։ Դուք որպես պարզ Հայաստանի քաղաքացի, չհամարենք այն մասնագետը, որը շատ դեպքերից է տեղյակ, որ քայլ առաջինը կձեռնարկեիք։ Ինչ պետք է անել։ Իհարկե ես կառաջարկեի ամենօրյա հսկողություն սահմանել, դա կկոչվի մոնիտորինգ, թե ստուգում, թե մշտադիտարկում, բայց գոնե այդ ինչու միայն մանկական, մանկապարտեզներ, դպրոցներ, խանութներ ամեն տեղ պետք է սնունդը արտադրվելու պահից պետք է լինի ամենախիստ հսկողության տակ, ընդհանուր միջև ինչպիսի մեքենաներով է նա տեղափոխվում օգտագործման վայր, այդպես ասենք դա դպրոց է, թե խանութ է։ Ավելի խայտարակ փաստը չեք ասում, ժամկետանց սնունդ են տանում մանկապարտեզ։ Եթե տեսել եք իհարկե դա խայտարակություն է։ Ես տեսել եմ որոշ խանութներում ժամկետանց, բայց որ մանկապարտեզներում իհարկե դա խայտարակություն է։ Լավ, ինչու են այս դեպքերը ավելի հաճախակի լինում գյուղական համայնքներում։ Ասեմ ձեզ, միգուցե նրանից է որ քաղաքում մի քիչ վերահսկողությունը ավելի այսօր ուժեղ է մեկ, երկրորդ այլ հատկապես այն ինչ որ դուք նշեցիք Գյումրի, Շիրակի մարզում եւ Թալինի շրջանում, որտեղ ես եղել եմ մի քանի օր առաջ, այնտեղ մի քանի գյուղերում նույնպես կար դեպքեր, իհարկե այստեղ մենք կարող ենք մի քիչ ավելի հստակ ասել, որ այստեղ սնունդը չէր պատճառը։ Ձիթանկովի մասին է խոսքը։ Եվ Ձիթանկովը եւ Թալինի։ Կան դեռ հիվանդներ Ձիթանկովի։ Այսօր դեռ Գյումրի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին պարկացան 4 հիվանդ, իսկ Թալինի շրջանում Վարակի ինչ տեսակ է այստեղ։ Աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է այնտեղ միանշանակ գնում, այստեղ մենք ենթադրում ենք հավանաբար, որ այստեղ ջրամատակարարման հետ խնդիրներ կա։ Դեռ հստակ չեք կարող ասել, վարակը ջրով է։ Եվս մի 2-3 օր կանցնի կասենք, Թալինում միանշանակ կարող ենք ասել, որ իրոք այստեղ մենք գործ ունենք նույնպես ջրամատակարարման խախտման հետ։ Այսինքն պետք է ուժեղացնել վերահսկողությունը ջրամատակարարման ցանցի նկատմամբ, ինչ պետք է անել։ Այդ թվում նաև դա։ Որտեվ դա կարևոր է, գիտեք, ջուրը բոլոր դեպքում դա բոլորն են օգտագործում, դա հանրային օգտագործման
Կան տվյալներ, որ շատ ջրավազաններ բաց են եւ շատ մատչելի, ամեն ինչ կարող է այստեղ ներթափանցել։ Մի քիչ ես այս հարցով ավելի զգուշորեն խոսեի, որտեղ դա իմ ոլորտը չի, բոլոր դեպքում ես կրկնում եմ, ես պատասխանատու եմ տալի հիվանդացածների համար, նրանց կյանքի համար, որ նրանց վիճակը չծանրանա, չբարթանա եւ Աստված մի արասե։ Կան այդպիսի բարդ վիճակներ։ Իհարկե կային, բայց հիմա արդեն չկա, բոլորի վիճակը արդեն Բարդ ասելով ինչ նկատի ունեք։ ծանր կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Իսկ հետևանքները։ Ինչի հետևանք։ Հետևանքները, այս Գիտեք, վարակի հետևանքները։ Այնպես չի, որ անհետևանք են մնում, ես ասեմ, իհարկե առանձնապես ես դրանից հաճույք չեմ ստանում, ես ինքս էլ շատ վատ եմ զգում, որ ցավոք սրտի, օրինակ Քաջարանի դեպքից մենք այսօր ունենք 2 կալանավորված բժիշկ, երբ որ այնտեղ հեպատիտ C-եր տարածվի։ Անցյալ տարի հոկտեմբերին, եթե հիշում եք, իմ կյանքում ամենադաժան հիշողություններից մեկն էր դա Եղվարդի հիվանդանոցը եւ երբ հիվանդների եւ քանակն էր շատ եւ ծանր, բավական ծանր էին հիվանդների վիճակը, շատ ծանր, այնտեղ նույնպես քրեական գործը կարծում եմ շատ այսպես վատ ելք կունենա, ավելի քան վստահ եմ, արմավիրում եղան դեպքեր եւ այլն, բոլոր դեպքերում էլ քրեական գործ է ասում, բայց ես դրա կողմնակիցը չեմ ասեմ, ինձ համար դա շատ ցավալի է, այդ բոլորը չէր լինի, եթե մենք ունենանք ճիշտ կանխարգելմամբ զբաղվող կառույցներ, որոնք կարծում եմ կան, ուղղակի ինչու է այսպեսի վիճակը ինձ համար նույնպես անհասկանալի է։ Թունավորման դեպքում մարդու օրգանիզմը որևէ հետևանք մնում է, փոքրիկ երեխաներ են, օրգանիզմները ուժեղ են, կհաղթարեն, բայց հետո տարիներ հետո ես ասեմ ձեզ, նվեր հարգելիս, մենք 2 հիվանդության մասին ենք խոսում, եթե այստեղ գնում ասում սննդային թունավորում, ինչը մենք ունեցանք Արարատի մարզում, հադրոցում, այստեղ ավելի քան վստահ եմ, որ որևէ հետևանք չունենա, մի քիչ ավելի ձեռնպահ կմնայի խոսելուց, եթե լինում է աղիքային վարակիչ հիվանդություն, որը ջրով է տարածվում, իհարկե այստեղ մենք մի քիչ ռիսկ ունենք նաև, որ հետագայում կարող են բարդություններ լինել, բայց առայժմ մենք ունենք բավական հզոր դեղամիջոցներ, գիտեք, ասեմ ձեզ, այնպեսի մեխանիզմ է այսօր առողջապահության նախարարությունը դրված այդ համակարգում, որ մեկ վարակիչ, աղիքային վարակով հիվանդ եթե ընդունում է այս կամ այն, նույնիսկ ամենահեռավոր մարզի ամբուլատորիան, ընդամենը 5 րոպե հետո մենք դրա մասին իմանում ենք եւ համապատասխան խումբով մեկնում ենք այնտեղ, օրինակ, բանում Թալինի շրջանում 12 մասնագետ ենք աշխատում միայն մեր համակարգից, համաճարակաբաններ եւ վարակաբաններ, որպեսզի մենք թույլ չտանք որևէ հիվանդ բաց թողնենք, նրա վիճակը ծանրանա, ծանրից ավելի ծանր։ Հիվանդներ կան այս պահին Գյումրի ինֆեկցիոն հիվանդ։ Այո, 4 հիվանդ կա դեռ։ Կոնկրետ այդ դեպքի Ձիտանկովի գյուղապետը ներառյալ, ասում են։ Նա արդեն դուրս է գրվել։ Հիմա այստեղ ինչ հիվանդություն է եւ ինչքանով պետք է։ Սա աղիքային վարակիչ հիվանդություն է եւ լաբորատորիան հաստատել է շիգելոզ, սա դիզենտերիա հիվանդությունն է։ Բավական լավ ենթարկվում է բուժման, ես ասեմ ընդամենը նախկինում եթե մենք այդ հիվանդությունը բուժում ենք 2-3 շաբաթ, այսօրվա նորագույն դեղամիջոցներով ընդամենը 3-4 բավարար է, որ հիվանդը արդեն դուրս գրվի եւ եւս մի քանի օր տնային բուժում նա պրակտիկորեն համարվում է առողջ։ Պարոն Աշյան, առողջապահությունը իրավասու է շփվել այն մարմինների հետ, կառույցների հետ, ովքեր սնունդ են արտադրում եւ առաքում են այդպիսի հաստատություններ, այդ թվում նաեւ առողջապահական հաստատություններ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ։ Նվեր թույլ տվեք ձեզ հետ անկեղծ լինել, ասեմ ես որ իմ մասնագիտության բերումով, իմ աշխատանքի ոլորտ այնքան մոտ եմ կանգնած այդ կառույցներին, բայց կներեք անկեղծ եմ ասում, ես ինքս դեռ մինչև վերջ հստակեցված չէ այդ 3 կառույցներից ով ինչով պետք է զբաղվի։ Մենք ունենք հիվանդությունների կանխարգելման հանրապետական լուրջ կառույց, որը իրոք բավական լուրջ աշխատանք է տանում, շատ լուրջ աշխատանք է տանում այս առումով։ Հետո ունենք առողջապահական պետական տեսչություն, որը զբաղվում է այդ ձեր ասած վերահսկողությունով, եւ ունենք գյուղնախարարության ենթակայության տակ սննդի վերահսկողության ծառայություն, կամ տեսչություն։ Այս 3 կառույցները կարծեմ այդ հարցը։ Դուք քանի որ գալիս եք նաև խորհրդային իրականությունից, ես պետք է ձեզ հիշեցնեմ մի շատ կարևոր բան, որ խորհրդային տարիներին սանեպի ծառայություն էին ասում, չէ՞։ Սանեպի ծառայության աշխատողը երբ հայտնվում էր, այն ժամանակ շուկաները շատ էին, չէ՞։ Գրպանը փողը դնում էին, գնում էր այդ մարդը եւ այն ժամանակ խոսում էին վարակի մասին ոչ այդքան հիմնավոր եւ շատ զգուշավոր եւ վախենում էին շատ հրապարակային ելույթներից։ Հիմա ես վախենում եմ հանկարծ այդ տենդենսը առ այսօր շարունակվի եւ շատ բաների վրա աչք փակեն հենց այդ չեմ կարծում փակեն, որտեղ այս բոլոր վերջին դեպքերով քրեական գործեր հարուցված։
Ես չեմ հիշում, որ սովետական միության տարիներին որևէ դեպքով քրեական գործառույթ էր։ Այսօր քրեական գործեր են հարուցված բոլոր այս վերջին այդ դեպքի թունավորումների դեպքերով, ասեմ ձեզ, բավական Քրեական գործեր սնունդ արտադրողի միանշանակ, եթե փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, ստուգումները սկսվում են արտադրությունից մինչև առաքում, տեղ հասցնում, ինչպես է վաճառում, ինչ պայմաններով այդ վաճառողները, այդ սննդի արտադրամասում աշխատողները ունեն համապատասխան թույլտվություն, այդ սանիտարական գրքույկների կային, դուք գիտեք։ Նկատել եք, որ ասենք դպրոցի մատակարարը դպրոցի տնօրենի հարազատների շրջանից է եւ հարևանությամբ արտադրում ինքն էլ բերում է ասում են չնայած գործող օրենքով դրանք պետք է տենդերային համակարգով ընտրվեն, բայց դե ես էլ ձեզ նման քաղաքացի եմ, այդ բոլորը գիտեք, ես ձեզ անկեղծ ասեմ, նվեր Հայաստանը այնքան փոքր երկիր է, այնքան փոքր, եթե վաղը չեմ իսօրը ներողություն, դուք որևէ տեղ, որևէ ապօրինի գործարք պետք է կատարեք, երեք չառաջորը Հայաստանի կեսը գիտի որտեղ, ում հետ, ինչքանով ինչ պետք է անեք։ Ես բոլորին խնդրեմ մի ավելի զգուշավոր լինեն այդ հարցում։ Բոլորս բոլորի մասին ամեն ինչ գիտենք, այնպես չի որ չգիտենք։ Եվ ուշադրությունը կրկնապատկել, միգուցե քառապատկել հատկապես գյուղական համայնքների դպրոցների, նախակրթարանների վրա։ Սիրելիս, գիտեք, իրոք դաժանագույն բան է, դա ինչ է նշանակում երեխան իր գումարով, հա, տնից այդ ծնողի, ամեն ծնողի այսօր շրջաներում հեշտ չէ։ Նախակրթարանները բժիշկներ ունեն, չէ՞։ Այնտեղ բուժքույրական մակարդակով է սպասարկումը գնում։ Ես ասեմ այդ դաժանությունը ինչա, չէ՞ որ այդ երեխան իր ծնողի տված գումարով Ձեր աշխատողներն են այսինքն առողջապահության նախարարության բուժքույրերը նրանք ենթարկվում են, եթե մարզերում են, նրանք ենթարկվում են մարզային առողջապահական կառույցներին, մարզային առողջապահության նախարարություն նրանք ենթակայություն նույնը դպրոցներում իհարկե, եթե մարզերում է, նրանց ենթակայությունը մարզային առողջապահական կառույցներին է։ Այս պահին նորից ասեք հիվանդների վիճակը ինչպես է եւ քանիսն են այս պահին մենք հատուկ ուշադրության ու Արարատի մարզում այդ խմբականակից թունավորվածներից որևէ մեկը չկա հիվանդանոցում, բոլորը դուրս են գրվել։ Թալինի հիվանդանոցում 8 հիվանդ դեռ մնում է, Գյումրիի հիվանդանոցում 4 հիվանդ, բայց նրանց բոլորի վիճակը բավական դրական տեղաշարժով։ Ես սպասում եմ, երբ պիտի մի օր, ասենք դպրոցի կամ նախակրթարանի տնօրեն այս բանով ախտանիշով հայտնվի ձեր հայտնվում են, չենք ասում դրա մասին։ Չեն հայտնվում, նրանք գիտեն ինչ ուտեն, ինչ չուտեն։ Չէ, հավատացեք, նրանք էլ են հայտնվում շատ ավելի ծանր վիճակումներում են մեկ-մեկ լինում եւ կարծես մեղանչում են, չգիտեմ, մեր առջև թե Աստծո առջև։ Շնորհակալություն այս անկեղծ բացատրությունների համար։ Դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկում, այսօր մենք զրուցում ենք հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ։ Հաջողություն։